Հարգելի աշխատողներ, սիրելի արմիութենականներ, մայիսի 1-ը տոն է մեր երկրում, այնպես որ շնորհավորում եմ բոլորիդ այդ տոնի աշխատանքի օրվա եւ աշխատողների համերաշխության օրվա կապակցությամբ։ Սակայն մայիսի 1-ը եւս մեկ առիթ է խոսել աշխատանքային իրավունքների եւ աշխատանքային քաղաքականության ոլորտում խնդիրների մասին։ Այսօր կանդրադառնամ միայն ամենակարևոր խնդրին, որը մենք որպես պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների արմիություն եւ մեծամասամբ հանրային ծառայողների միավորող արմիություն արձանագրել ենք եւ որի մասին տարիներ շարունակ խոսում ենք։ Մենք չունենք սոցիալական երկխոսություն։ Երկրում չկա նորմալ սոցիալական երկխոսության համակարգ, մեր արմիությունը չունի սոցիալական երկխոսության հնարավորություն, քանի որ չկա սահմանված սոցիալական գործընկեր, ում հետ բանակցային եղանակով կարելի է հասնել աշխատողների շահերի ավելի արդյունավետ ներկայացմանը եւ իրավունքների պաշտպանությանը։ Այդ գործընկերը պետք է սահմանվի օրենսդրությամբ, բացի դրանից մենք չունենք ավելի ֆունդամենտալ իրավունք, բանակցելու իրավունքը սահմանված չէ օրենքով, չնայած տարբեր հատվածական փոփոխություններ արվել են աշխատանքային օրենսգրքում, բայց ամենակարևոր փոփոխությունը չեն արվել։ Նաև չկան մեխանիզմներ արմիությունները պաշտպանելու գործատուների կամայական վերաբերմունքից կամ խոչընդոտելուց։ Այնպես որ չեմ խոսելու առանձին աշխատողների իրավունքների խախտման մասին, այլ անդրադառնում եմ ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդրի։ Մենք ունենք վավերացրած կոնվենցիաներ, բայց այդ կոնվենցիաները իմպլեմենտացված չեն։ Այնպես որ մինչև այս հարցերը չլուծվի, մենք չենք կարողանալու խոսել աշխատողների շահերը արդյունավետ ներկայացնելու մասին։ Երբ արմիությունը չունի գործիքակազմ, նա աշխատում է իհարկե, նա բարձրաձայնում է խնդիրները, նա հետևում է օրենսդրական նախաձեռնություններին եւ իր առաջարկությունները ներկայացնում, բայց դիմացի կողմը կարող է մերժել, չընդունել, անտեսել մեր առաջարկները, մինչև չլինի սոցիալական երկխոսության արդյունավետ համակարգ։ Նորից շնորհավորում եմ բոլորիդ տոնը, բայց նաև պետք է պայքարենք, շարունակել աշխատել այս փոփոխությունները ցանկացած իշխանության ժամանակ բերելու համար։